Ֆիքսեք, որ Ադրբեջան պետությունը ստեղծվել է 1918 թվականին եւ ստեղծվել է որպես մի թունավոր գոյացություն, որը ուղղված է առաջինը Ռուսաստանի, երկրորդը Իրանի դեմ։ Եվ այս թունավոր գոյացությունը որպես այդպիսին սրա ընթացքը ոչ մեկ չի կարող փոխել։ Ոչ կոմունիստ Նարիման Նարիմանովը, Միր Ջաֆար Բաղիրովը, ոչ KGB-ի գեներալ Հեյդար Ալիևը, ոչ նրա որդին Միմո ավարտած Իլհամ, ոչ մեկ չի փոխելու։ Սրա հետ, այս գոյացության հետ, Էնվեր Փաշայի ու նրա եղբայր Նուրի Փաշայի ստեղծած այս թունավոր գոյացության հետ ստիպված են լինելու առերեսվել ոչ միայն Ռուսաստանն, այլ նաև Իրանը։ Այստեղից բխող բոլոր հետևանքները։ Իմ զրուցակիցներից մեկը ասում էր, որ Ադրբեջանը Մեծ Բրիտանիայի պրոքսի պետությունն է իրականում։ Մեծ Բրիտանիան նման պրոյեկտներ արել է, չէ՞, քրդական պետության գաղափար էլի Մեծ Բրիտանիան Չերչիլից եք օրինակ վերում, Չերչիլը լավ միտք ունի, ասում է, եթե ուզում ես ինչքան ուզում ես ապագան հեռուն տենալ, այնքան պետքա հետ գնաս անցյալ։ Բայց եթե մենք հետ ենք գնում անցյալ, ի՞նչ է տեղի ունեցել։ 17 թվականի ռուսական հեղափոխությունից հետո այստեղ էս հարավկովկասյան իրադարձությունների արդյունքում թուրքական հրամկազմը, հա, Էնվեր Փաշայի ու նրա եղբայր Նուրի Փաշը ստեղծում են հարավային Կովկասի մուսուլմանների մի պետություն։ Ու Նուրի Փաշայի, պատկերացնում եք, թուրքական բանակի սպայի գաղափարն է եղել անուն դնել Ադրբեջան։ Ինչի Ադրբեջան, որտեղ Արաքսից ներքև բանն է, իրանական ատրպատականն է, որ նա էլ կարողանան ժամանակի ընթացքում պոկել, որպես պանթուրանական պլացդարմ, հա, դեպի կենտրոնական Ասիա եւ Ռուսաստան թռիչքի համար։ Սա օսմանների համար այս կառույցն էր։ Բայց ինչ եղավ, հաշված ամիսների ընթացքում Օսմանյան կայսրությունը պարտվեց պատերազմում եւ Մուդրոսի զինադադարից հետո Օսմանյան բանակը հարավային Կովկասից դուրս է գալի, տեղը գալիս են բրիտանացիները։ Գալիս են, տեսնում են պատրաստի, պրոյեկտը կա։ Հիմա մարդկանց մոտ հարց չի առաջանում, ինչի առաջինը բրիտանացիները որոշեցին, որ պետքա Ղարաբաղը խցկել Ադրբեջանի կազմ։ Ինչ այդ մարդիկ այդպես որոշեցին, ո՞նց այդպես եղավ։ Ինչի էր այդ բանը զորքերի հրամանատար Թոմսոնը հերագիր ուղարկում Անդրանիկին, որը Զաբուղի կիրճում արդեն այդ Գորիսից ներքև ճեղքել էր մուսուլմանների գիծը եւ մտնում էր Ղարաբաղ, որ մի մետր չշարժվես առաջ։ Հաջորդ օրն էլ Անտանտի ներկայացուցիչը բերեց այդ նամակ անձամբ տվեց, հերագրով չսահմանափակվեցին։ Նամակ անձամբ բերեց տվեց ձեռքը, որտեղ ասված էր նայեք, հա, մտնեք Ղարաբաղ, Փարիզի խաղաղության կոնֆերանսում Հայաստանի հայ ժողովրդի հարցն է քննարկվում։ Նայեք, հա, վատ կլինի։